Իսկ արդար է, որ նախարարներին 7 միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները ընդամենը մինչև 10,000 դրամով են բարձրացնում։ Իհարկե արդարացի չի։ Ինչու արդարացի չի։ Ինչի համար մի միլիոն պարգևավճարներ է տալի, ինչ են արել, ինչ են արել Հայաստանի համար։ Մի քայլ Հայաստանը միջազգային առումով շարժվել է առաջ, բացի հողերը տալուց։ Ես նախկին քաղբանտարկյալ եմ Միջալոց սովետի ժամանակվանից։ Ոնց որ լավ տեղյակ եմ այդ կուխյաների հետ։ Այդ հարցերը լուծվում են Նյու Յորքում ու Լոնդոնում։ Հայաստանում ոչ մի հարց չի լուծվում։ Չէ, իհարկե չէ, դա միանշանակ ոչ։ Դա միանշանակ ոչ։ Ինչու արդար չէ։ Բայց ինչու արդար է։ Կան ավելի ինչպես ասեմ ձեզ, կան ավելի արժանի մարդիկ, որ կարող են պարգևատրվել։ Կարող են պարգևատրվել զոհվածի ընտանիքները, որոնք կարիք ունեն, կարող են պարգևատրվել անճարունակները, ով տուն չունի ապրելու, եւ շատ կան այդպիսիները մեր երկրում։ Ինչու նրանց 7 միլիոն, իսկ նրանց ոչինչ։ Ինչ են անում, օրինակ ինչ են անում։ Ես մեր ազգային ժողովից այնքան եմ հիասթափված, նրանք միայն իրար ուտում են։ Ոնց որ մի հատ ֆուտբոլի դաշտ։ Ես դաժե որ նայում եմ, վատ եմ զգամ, անջատում եմ, չեմ են լսում։ Միայն կռիվ, միայն ծեծկրտուկ, միայն քաշքշուկ, միայն չգիտեմ ինչ, ամոթ է շատ մենք, որ մենք այս ձև ազգային ժողով ունենք։ Լավ կլեր ժողովրդին էլ օգնեն, ես ինչ կա։ Ինչ կա։ Ինձական ոչ մի բան չկա։ Պատգամավորը ինչ են անում, ինչ լավ բան են անում, որ այդ թոշակները այդ փող ստանում են։ Տեսաների թոշակառուներին պիտի լավ նայեն, լի ախր լոխ աղքատ մարդիկ են։ Հետո այս ռայոններում պիտի գործի տեղեր անեն, գործինի, որ ռայոն ապահամ քաղաք։ Դե պարգևաճառը ինչի համար է ստանում։ Լավ են աշխատել իբր։ Ինչ են լավ աշխատել։ Ինչ են անում։ Իրար ուտում են։ Այս ազգը պիտի մի կուսակցություն ունի, որ մեկին պաչինացին են։ Այս մեկը սրան է ուտում, մինը դրան է ուտում, դա կարելի չի։ Ազգային ժողովը իրար բութոլով թխում են, իրար քացի են տալիս, դա սազական չի լի մեր ազգին։ Այս քախելուն ազգը պիտի լավ ապրին։ Թոշակառուները ճիշտը ոչ թե թոշակառուների համար պետք է մտածի այդ պահին 70 ռուբլանոց 3500 տեղ կա Երևանում աշխատատեղ այն անց համար մտածի որ չեն գնում աշխատանք 70 կամ 80 դրամով գնալ աշխատանքի դա հանցագործություն մի թոշակի չա աշխատողը ստանալու է մի թոշակի չա ես ցածր թոշակը չեմ ասում միջին թոշակը մի քիչ էլ ավելի գիտեք ինչ կա այդ այնքան ծուռը այդ նախարարների համար աշխատավարձը կան մարդիկ որ միլիոն աշխատավարձ են ստանում իսկ թոշակառուն 40,000 դրամով տարբերություն ինչքան է նայել ամարտ նա աշխատում է ճիշտ է նայել թոշակառու է եթե այդ թոշակառուն այդքանով կարում է իրան կարիքները հոգա բայց ինչի է այդքան բարձր վարձատրվում նախարարներն ինչի համար հարցը էլի առաջի երկրորդ երրորդ կարգի մարդիկ են համարում առաջի կարգը կստանա միլիոն, երկրորդ կարգը կստանա 500-600 երրորդ կարգի մարդն էլ դա կամ 60-100-120 դրամ կստանա Այդ թոշակները թող իրանց կենա, այնքան ասեցին արդեն նավթալինի հոտակալի թոշակից, էդ էլ չի մեզ պետք է։ Չէ, արդար չի։ Ինչու արդար չի։ Դե թոշակառուն էլ իրավունք ունի շատ գումար ստանա։ Ինչի մեկին շատ բարձրանում մյուսին քիչ։ Պատգամավոր չեմ ասում, ես սովետի մարդ եմ։ Մի դեպուտատի 700,000 դրամ են տալի։ Միամից դրա այդ 700,000 դրամը ինձ տան, ես յոլայքնամ, մի կերպ։ Իմ ռոճիկն էլ
տան այդ դեպուտատին նա լիարժեք ապրի։ Հնարավոր է։ Նրանով նրա 700,000-ով ես շունչս պահեմ, իսկ իմ ռոջիկովը նա լիարժեք ապրի։ Խորիզով կյաց հավուտի։ Բայ հարգի արդար չի։ Թե ավելի շատ պետք է Ինչ է դեպուտատը նշանակը, որ ընդեղ կրվեն իրար տան, իրար փշրեն, նրանց նշանակել ենք, որ մեզ հարգեն, ժողովրդին հարգեն, մի բարի բան անեն, մի բան էժանացնեն, օրական հաթանգատնեն, հայրար տալիս են, հայրար վրա լիմոնադի շիշ են շպրտում, դա ինչ շնորհքա, դա ինչ դեպուտատների շնորհքա։ Այս խոսքերը հենց էլ կհաղորդեք։ Արդար չի, ինչ։ Իհարկե արդար չի, ոչ մի դեպքում արդար։ 7 միլիոնը կարելի արդար մեզ համար զենք առնել, հզոր զենք առնել, շնամուն թուրք-ադրբեջանական տանդեմին ուժն է որոշում ամեն ինչը։ Ուժը պետք է որոշես քո երկիրը պահելու համար։ Եթե ուժեղ չենք կարող պետություն պահենք։ Այդտեղ համաձայն չեմ։ Ինչու համաձայն չեք։ Դե բոլորն էլ դրա տարիքն ունեն, բոլորն էլ պակասին ապրում, ավելի ճիշտ կլինի, որ մի քիչ էլ ժողովրդի մասին մտածեն։ Եթե հնարավոր է նրանց այնքան ժողովրդին մի քիչ ավելի կարելի է լավ նայել։